Parevցես կշարունակեմ սիրահարի բարդեզները։ Նստեսա վերջապես դուդուն իր դժգունած և թողահար շրթներով։ Մորեղբայրս թեր կնած մոտակա սրճարանեն աթորմ առնելու, այդ միջոցին գարձես բադրվակ մը գպնդրեր պանով մը ուշանալու, հավեր գկշեր, շում մը գհալածեր, հերուն գեցող մեգումը խոսկուղեր, բայց վերջապես այդ բոլոր արկելքները սպարեցամ և խաչիկ մորեղբայրս ցերկը բռնած առանց հեծակի աթորմը եկավ նստավ մորը թեմ։ Հազար բան ունեին անշուշտ իրար հոսելիք, բայց երկուքն ալ լուր կմնային։ Գտիդեի մորեղբորս գնջրոտ ճակատը, վեր տարած հոնքը, չղացիկ մատները, որոնցմով բաբիրոսը գուզեր ոլորել, բայց այդ անիծյալ բաբիրոսը չեր ոլորվեր։ Գարձեցի, որ այդ իսկ է պատճառը մեծ մորս և մորեղբորս փողադարձ դժգամության, որովհետև մորեղբայրս սկսավ զայրույթով քանքադիլ և ըսել թե թուղթերը անաշահի են։ Այս բոլորեն ետքը մորեղբորս թեմքը մեղմացավ, ինձ նայեցավ և մտահոգությամբ ու կորովով լի նայվածքը բարձրացնելով դեպի մայրը հարցուց քաղցր ձայնով. «Չոջոխը բան մը գերած է»։ Այլևս ծառույցը խորտակվեցավ և մայր ու որդի սկսան խոսակցիլ մտերմությամբ։ Երբեք ոչ ոքի հետ դուդուն չէր խոսած այնքան մայրական, այնքան ցավակին քաղցրությամբ լի ձայնով, որքան երբ կսեր իր նախասիրած դղուն. «Յավրում, խաչիկ»։ Ոչ շատ կարևոր բաներ կհայտնեին իրարու, ոչ ալ սրտակի նսկացումներ։ Կխոսեին սովորական և առօրյա բաներու վրա, 7 օտար մարդոց վրա, բայց այն աննշան խոսակցության միջոցին իրար կդածեին և բահմը կվայելեին այն քաղցր անդորրությունը, որուն ցանկացեր էին ամիսները իվեր։ Գարձես դանչալի ծարավ մը հագեցնեին, գարձես անհասանելի նպատակի մը հասեր էին։ Այսպես տևեց 1-2 ժամ, հետո դուդուն ոտքի ելավ և պատրաստվեցավ մեկնելու։ Մորեղբայրս մինչև փողոց մեզ առաջնորդեց և մորը ցերկը համբուրեց։ Դուդուին աչքերը խոնավցան և ինքն ալ տղան համբուրեց 2 այդերեն։ Ես շլացած այս սրտի զեղումներեն սկանչեցումով կնայեի մեկին և մյուսին, երբ զգացի, որ մորեղբորս դեմքը կծծվեր։ Փղցակած մորը արցունքներեն մորեղբայրս խոժոռած աչքերը կսևերեր գետին։ «Մի սրտողիր, Յավրում», մրմնջեց դուդուն և ավելցուց. «Օրմը չկա սուսկյուդար, օտ մը գարնես»։ «Հոսոտ չկա, ինչ է», պատասխանեց մորեղբայրս։ Այդ պահուն արդեն դուդուն ինքսինքը կդավ, ան դարձավ հեռավոր և փակ, ինչպես դունմը, որում բադուանները կոցեին և դռները կղբեին, ան նայեցավ աղմկալի պողոտային և արհամարհական շեշտով ըսավ. «Չեմ գիտեր ինչ հասկացեր են սա բերայեն»։ «Բերայի ասված անգամ ուրիշ է», պատասխանեց մորեղբայրս ծայրույթով, բայց անմիջապես կանգղացավ և անշուշտ ուզելով մորմեն բաժնվել հաշտությամբ։ Ուրիշ բան չգտավ ըսելի, բայց եթե զգուշությամբ խորհուրդներ տալ մեզ, որպեսզի կարգի տակ չմնանք, ճամփանից չգործընծնենք և վերջապես շոգենավը չբարձնենք։ Տարիներ հետո իրիկումը, երբ հորս հետ պարտեզը վարտեր կքաղեի, վարտի մոտ ինձ հիշեցուց այն բուրումնավետ առավոտը, երբ դուդուն որոշեց ինձ հետը տանել խաչիկ մորեղբորս։ Հայրս կգտրեր գեղեցկագույն վարդերը և միևնույն ադեն կխոսեր հանդարտ և համոզիչ ձայնով։ Մարդուս ամենամեծ երջանկությունը հանկարծ ընդհատեցի զինքը և հարցուցի.
ինչու խաչիկ մոր եղբայրս չեր սիրեր մայրը, հայրս կանգ եւ բայցար ու իմացական նայվածքը հարելով ինձսավ ընդհակարակն գսիրեր, բայց իր ուժեմ վեր չափովը, ամեն մարդ բավական ուժ չունի սիրելու, պետք է հզորըլլալ այդ ընջող բեր ուրախությամբ գրելու համար հոգվույն մեջ։ Հիմա նոր մինուտ մեզի գծանոթացնե, վարի թաղերը, մեր դանգիները, բացի երանիկ մարակույրես, արհամարական որագումներով կխոսեին կամ գագնարգեին այն փողոցներու մասին, որոնց ամբողջությունը կգոչեին վարի թաղերը։ Այդ փողոցներու բնակիչները ըստ մեր դնեցիներուն հեղինակավոր գարձիկին քրեհիգ էին գիները չլտիկ, դղամարտիկ այախտախմը։ Մախարնաջին դունը փոխադրվել է հետո այդ թաղերու քրեհիգությունը գարձես ավելի խդացավ մեր դնեցիներուն համար եւ երբ մորակույրերս դուրս կելեին այցելություն մոնելու կամ բաղնիկ երթալու համար հագարակ որ մեր հաջախած բաղնիկը չինիլի ջամիի համամը կգտնվեր Յենի մահալեի վերջավորությամբ մեծ շրջաններ գնեինք որպեսզի չանցնեինք այդ վարի թաղերը։ Բայց ես ամենափոքր հասակես կանիցս անցեր էի այդ թաղերը երակնիկ մորակրոջս հետ եւ հաջող այցելության կացեր էի եւ այդ փողոցներու մեջ գտնվող դուներ։ Երանիկ մորակույրս թե ֆիզիկապես եւ թե ներքին էությունով բոլորովին դարբեր էր քույրերեն։ Անթուխեր եւ գարջասակ ուներ շատ սև մազեր եւ մանր սև աչքեր։ Ձաղիգը չեչոտ դարձուցեր էր երանիկ մորակույրս եւ անհաստատ կարծիք գոյացուցեր էր որ ինքը դքեղ է։ Իրականություն սակայն այն էր որ մեր դնեցիներեն ոչ մեկը այնքան սիրված եւ պնդրված չէր հերու եւ մոտ ասկականները Թրացիները ամբողջ տաղեցի են, որքան երանիկ մորակույրս։ Երբ անիկա իմ ցերկես բռնած գիչներ մեր փողոցին վարի մասերեն, նեղ փողոցներու երկու կողմերեն, բադուհաններեն եւ դրան սեմերու վրայեն մեծ ու բզդիկ բաղադակի մեզ գհրավիրեին ներս մտնել խահվե մխմել։ Երկու խոսքնել, մենք երկուքով տանտաղորեն գարաչանայինք եւ երանիկ մորակույրս մեր ժելով հանդերձ հրավերներում կխոսեր մեկին եւ մյուսին հետ։ Այդ կիները գոկեվորվեին լսելով մորակրոջս խոսքերը եւ երբեմն լիաթոք կխնդային։ Չեմ գիտեր ինչ կսեր կամ ինչպես կսեր, բայց գսկայի որ մորակույրս ամենուն հոգերը կծլվեր։ Իր խոսքերը առաջ կբերեին ժպիտը եւ ձիձաղ, մինչ ինքը կմնար անայլայ։ Եվ ես կսիրեի որ մեր անցքին այսպես ուրախություն, հաճույք եւ ձիձաղ կսերմանեինք մեր ճամփուն վրա։ Դանը մեջ անկրեթե չէր մասնակցել ընդհանուր կյանքին։ Ուներ իր առանցին սենյակը, ուր թեզգահի վրա յազմա կփաներ։ Ան չէր սիրեր, որ հանգարձակի խանգարեին իր առանցնությունը։ Մյուս կողմը, երբ մեր դունը հյուր մոլլար, ինքը չէր երևար։ Քույրերուն չէր ընկերանար, երբ այցելությունը ընեին։ Կարծես թե ան գուզեր բաժնվել դնեցիներեն, ունենալ իր հատուկ որջը, որ գբահեր իր ինքնությունը եւ նաեւ իր անցկական ինչկերը։ Այդ ինչկերը 1001 գիշերներու սկանչելիքներ էին մեզ երախաներուս համար։ Բզդիկ քույրս սկսած էր մեծնալ։ Անիկա առողջ, կայդար եւ հանդարտ երախա էր։ Մեզ երկուքս կգոչեին ոչ թե մեր անունով, այլ գսեին մեծը բզդիկը։ Բզդիկ ուրեմն գադարելություն մներ, ուրուր չէր մեծին պես։ Անգվայել էր ընդանուրին համարումը
եւ Երանիկ մորակրոջս մասնավոր հոգածությունը։ Անհաջախ բզդիկը գդաներ իր սենյակը, գփանար իր կանցերը, անոր առաջ եւ ժամերով բզդիկը հանդարտ կխաղար։ Ինձ համար այդ թրախտին թրները հազվադեպ գերբով գբացվեին, բայց երբ բացվեին, ուրախությունս այնքան մեծ գլար, որ երբեմն դենտ կունենայի։ Երանիկ մորակույրս գսիրեր փորումները եւ տարանի մեջ ուներ ամեն տեսակ անշոհություններ։ Իմ բաղադակի խնդրանքիս վրա անգպանար տարանը եւ ես վերացած գտիդեի այդ զանազան ծևի սրվակները, անոնց կույն փոխանցությունը։ Այդ բակ սրվակներեն դուրս կսբրտեր խարն բորոմներու դարդամ հոտմը, որ հոգիս կբարուրեր կերակույն ըսկայություններով։ Փորումները գվերացվեին տեսիլքներուն եւ անորոշ երաժշտությամբ։ Գտեսնեի եւ գլսեի բաներ, որոնք ովևէ կապ չունեին անմիջական իրականության հետ։ Եվ հետո, երբ այդ տվավորությունները իմ մեջս կվերածվեին պատմություններում եւ ինքզինքիս կպատմեի, ինձ համար կդառնային ավելի իրական, քան ինձ շրջապատող իրականությունը։ Այո, լմնցավ այսօրվան բաժինը, ցտեսություն, շարունակություն անշուշտ պիտի գարտա։